փաթեթով չզեկուցվող հարցերի փաթեթում իրականացրեցինք մի շարք նշանակումներ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարների, ինչու այսպիսի փաթեթով, որովհետև գործ ունենք վերանշանակումների հետ եւ չցանկացանք առանձին զեկուցել եւ ես նախ ուզում եմ նշանակումները հետեւյալն են. Սուրեն Թովմասյանը նշանակվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում, Էդվարդ Հակոբյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում, Եղիազար Վարդանյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում, մարզպետների վերանշանակումներ են եղել Սերգեյ Մովսիսյան Արագածոտնի մարզպետ, Սեդրակ Թևոնյան Արարատի մարզպետ, Վահրամ Խաչատրյան Արմավիրի մարզպետ, Կարեն Սարգսյան Գեղարքունիքի մարզպետ, Արեմ Մկրտչյան Լոռու մարզպետ, Դավիթ Արուշանյան Շիրակի մարզպետ, Ռոբերտ Ղուկասյան Սյունիքի մարզպետ, Վահագն Արսենյան Վայոց ձորի մարզպետ, Հայկ Ղալումյան Տավուշի մարզպետ։ Հարգելի գործընկերներ, ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ նախորդող շրջանում ձեր կատարած աշխատանքի համար եւ ուզում եմ հաջողություններ մաղթել առաջիկա շրջանի գործունեության համար։ Իհարկե ես գիտեմ նաև, որ մասնավորապես մեր որոշ մարզպետ գործընկերներ գուցե թե առաջիկայում նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում այլ դերակատարում ստանձնեն, այսինքն նախնական քննարկումներ կան, դեռ մենք վերջնական որոշումներ չունենք, բայց այնուամենայնիվ այս փուլում մենք նաև այդ պարագան հաշվի չենք առնում, քանի դեռ որոշումներ չկան կայացված, համարում ենք, որ այս տրամաբանությամբ ենք աշխատելու։ Ինչևէ, բոլորիդ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախորդող շրջանի գործունեության համար եւ հաջողություններ մաղթել առաջիկա գործունեության ընթացքում եւ նաեւ եթե ասելիք ունեք, հարգելի գործընկերներ, խնդրեմ Սուրեն Թովմասյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում եւս մեկ անգամ այս վստահությունը ձեր կողմից ստանալու համար եւ պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ առաջիկայում մենք անշարժ գույքի շուկայի վերաբերյալ բազմաթիվ նախաձեռնություններ կներկայացնենք, փոփոխություններ, որոնք թույլ կտան մեզ զարգացնել անշարժ գույքի կառավարման օրակարգը, անշարժ գույքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, զարգացնել տարածական տվյալների ենթակառուցվածքը, ներդնել նոր գործիքակազմեր անշարժ գույքի շուկայի վերլուծության վերաբերյալ եւ համապատասխանաբար ել ավելի բարձր մակարդակի հասցնել Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչումը այս ոլորտում։ Եվ եւս մեկ անգամ կցանկանայի նշել այն փաստը, որ 2027 թվականին նախատեսվում է նաեւ մեկ միջոցառում մոտ 40 պետությունների պատասխանատու կառույցների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում, մարտ ամսին կհյուրընկալենք մեր գործընկերներին եւ կկազմակերպենք համապատասխան միջոցառում, որը եւս կբարձրացնի Հայաստանի Հանրապետության ճանաչելիությունը։ Կրկին անգամ շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Թովմասյան, իդեպ հարգելի գործընկերներ, առիթից օգտվելով ասեմ, որ քանի որ նաև ադապտացիայի մասին շատ խոսեցինք, մեր անշարժ գույքի շուկան ադապտացիայի շատ տիպիկ օրինակ է ցույց տալիս։ Հիշում եք, որ եկամտային հարկի վերադարձի հետ կապված ծրագիրը 2026 թվականի հունվարի 1-ից Երևանում դադարեցվեց եւ դրա հետ կապված կային որոշ մտահոգություններ եւ մտավախություններ, բայց մենք տեսնում ենք, որ 2026 թվականին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, ինչը շատ կարևոր է եւ շատ ուրախալի փաստ է եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ մասնավորապես Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է տրենդային, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ նաեւ բազմաթիվ օտար երկրյա քաղաքացիներ, հիմնական մասը իհարկե Սփյուռքի մեր ներկայացուցիչները բնակարաններ անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանի Հանրապետությունում, դա իհարկե կապված է միջազգային տրենդների հետ, բայց նաև կապված է նրանից, որ Հայաստանի գրավիտացիոն ուժը աճում է եւ սա շատ կարեւոր նորություն է եւ պարոն Թովմասյան, մենք պետք է նաեւ ոլորտում
կարողանանք կատարենք այնպիսի բարեփոխումներ, որ այս դինամիկան ոչ միայն չվնասենք, այլև ընդհակառակը ավելի ակտիվացնենք, պարոն Գրիգորյան, մասնավորապես թվայնացման ոլորտում էլ մենք այդտեղ անելիքներ ունենք, որպեսզի անշարժ գույքի շուկայի հետ կապված գործարքները հնարավորինս հեշտացնենք, բայց մյուս կողմից նաև այդ գործարքների վստահելիության մակարդակը չնվազեցնենք, այլ ընդհակառակը ավելի բարձրացնենք։ Խնդրեմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյան, հանեցեք բանը։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ անձամբ ձեզ վստահության համար շնորհակալություն հայտնել եւ իհարկե կառավարության հարգելի անդամներին, ինչպես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին մեր պետականամետ համագործակցության համար, որի շնորհիվ կարծում եմ նաեւ որի շնորհիվ մենք 2 տարի անընդմեջ բավական բարձր արդյունքներ ենք գրանցել, որը արտացոլված է հարկային մուտքերի բարձր երկնի շաճերում, որը գերազանցում է նաև ծրագրային ցուցանիշները եւ այստեղ իհարկե ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ եւ երախտապարտ լինեմ մեր բոլոր հարկվճարողներին։ Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի համար պատմական այս ժամանակաշրջանում շարունակել այս գերպատասխանատու դիրքում պաշտոնավարումը եւ ծառայեցնել իմ գիտելիքներն ու բազմամյա փորձը պետական համակարգում Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Ես համոզված եմ, որ Պետական եկամուտների կոմիտեն իր էական դերակատարումն ունի, ու պոտենցիալ ներուժ ունի իր նպաստը բերելու Հայաստանի վերափոխմանը որպես լոգիստիկ եւ տեխնոլոգիական հանգույց իր թվային, խելացի, մարդակենտրոն եւ իհարկե մյուս երկրների, տարածաշրջանի, ինչպես նաեւ աշխարհի երկրների հետ ինտեգրված հարկային ու մաքսային համակարգերով եւ ես հանձնառու եմ, որ այս բոլոր բարեփոխումները լավագույնս առաջնորդեմ։ Իհարկե ամփոփելով նաեւ ուզում եմ իմ հանձնառությունը հայտնեմ, որ լավագույն ջանքերն եմ ներդնելու, իհարկե դա մեծ ամբիցիա է, կարծում եմ, որ Պետական եկամուտների կոմիտեն դառնա հարկ վճարողի եւ հանրության համար սիրելի ծառայություն եւ դրանում առաջնորդվելու եմ 2 կարևոր ուղենիշերով, որոնք ծնվել են անցած տարի, դա մեր առաքելությունն է եւ մեր տեսլականը միասնական, որը սահմանել ենք մեր համակարգի համար եւ ես ուզում եմ բառացի ուղղակի ցիտել հիմա այդ առաքելությունն ու տեսլականը։ Մեր առաքելությունն է ապահովել արդար եւ թափանցիկ հարկային եւ մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը եւ ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման։ Մեր տեսլականն է ՊԵԿ-ը դինամիկ զարգացող եւ առաջատար կառույց է, որը հայտնի է տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ եւ մարդակենտրոն մոտեցմամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, որպեսզի քաղաքացին մարդիկ սիրեն պետական եկամուտների կոմիտեն, իրենք պետքա սիրեն պետական բյուջեն, որտեղ որոշ տարբերակ չկա, չի կարա մարդ չսիրի պետական բյուջեն եւ սիրի պետական եկամուտների կոմիտեն։ Իսկ պետական բյուջեն սիրելու համար ի վերջո պետքա որ մարդիկ տեսնեն ակնհայտը, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն յուրաքանչյուրի եւ բոլորի ընտանեկան բյուջեն է, ելի ուզում եմ հիշեցնել եւ ընդգծել։ Հայաստանի Հանրապետությունում որևէ մարդ, որևէ չկա այդպիսի եզակի մի մարդ անկախ իր սոցիալական դիրքից, որ իր ընտանիքի բարեկեցության համար ավելի շատ գումար է ծախսում, քան ծախսվում է իր ընտանիքի բարեկեցության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Այդպիսի մի հոգի նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում չկա։ Իհարկե մենք այս տարի նախորդող շրջանից էլ չեմ ասում, արդեն այդ համեմատություններից պետք է հրաժարվենք մի վերջին անգամ 2018-17 թվականի համեմատությամբ մենք պետական բյուջեն կրկնապատկել ենք եւ դեռ մի բան էլ ավելի, բայց մենք արդեն այդ համեմատություններից պետք է հրաժարվենք, պետք է արդեն սկսենք համեմատել ավելի մոտակա շրջանների հետ, որովհետեւ այդ ժամանակները արդեն հեռացել են։ Եվ այս տարի մենք կիսամյակի տվյալներով, եթե ճիշտ եմ հիշում, շուրջ 70 միլիարդ դրամի հարկային եկամուտները նախատեսածից սխալ թիվացի։ Հա, ես անդադ հետ եմ մնում դրանից, լավ էր շատ չասեցի, քիչ ասեցի փաստորեն էլի, լավ էական չի, կամ էական է 20 միլիարդի տարբերությունը, կամ այսինքն ծրագրից ավել ենք եւ թվում է թե լավ է ամեն ինչ եւ այո լավ է, բայց մենք գիտենք որ ահռելի ստվեր կա։
Տեսեք, եւ շատ կարեւոր է, որ մենք սոցիալ հոգեբանական մակարդակում այդ փոփոխությունները իրականացնենք։ Ես հիմա ձեզ իհարկե այս ընթացքում բազմիցս գրել եմ, օրինակ նույն ամենապարզ հատվածում եմ, այսօր Հայաստանում սրճարաններում հսկիչ դրամարկային կտրոնը բերում են ամենավերջին հերթին եւ գործնականում հիշեցնելուց հետո։ Այսինքն սա խնդրեմ է, որը չի լուծվել մեզանում։ Մենք գիտենք, որ այսօր Հայաստանում հեռախոսների ահավոր մեծ մաքսանենգության ծավալներ կան։ Եկեք դրա մասին խոսենք եւ այսինքն չխոսենք։ Պետք է դրա խնդիրը լուծել։ Եվ մենք այդտեղ ունենք կոռուպցիոն ռիսկեր, եւ մենք ինչպես ընդհանրապես կառավարման ողջ համակարգում։ Եվ ելի ասում եմ, ինձ համար նաեւ, քանի որ դրան անդրադարձա, մեծ խնդիր է, որ 2018 թվականից հետո կոռուպցիայի ընկալման համաթվերում մենք մեծ առաջընթացներ ունեցանք, հիմա մենք հայտնվել ենք ստագնացիայի եւ նույնիսկ ինչ որ առումով հետընթացի վիճակում, եւ սրա պատճառն էլ կար, որովհետեւ 2018-2019 այդ 20 թվականից օրակարգերը գործնականում մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը մեր աշխատանքի զգալի մասը, մեծ մասը բոլորովին ուրիշ ուղղությամբ եւ էներգիայի մեծ մասը բոլորովին ուրիշ ուղղությամբ հասցեագրված եղել եւ հիմա մենք բոլոր այն օրակարգերը, որ մենք ունեցել ենք 20 թվի կոവിഡ്ից առաջ, որը ամբողջ կոവിഡ് եւ հետո, բոլոր օրակարգերը այսօր ամենաթարմ ձևով մենք պետք է կենտրոնանանք այդ օրակարգերի վրա։ Կոպիտ ասած, եթե կարճ ասենք, հեղափոխության ամբողջ օրակարգը այսօր նույն հրատապությամբ, ինչպես 2018 թվականին դրված եղել սեղանին, նույն հրատապության սեղանին դրված է եւ դրա համար կա երկու պատճառ։ Առաջինը, որ մենք ունենք օբյեկտիվ հնարավորություն կենտրոնանալ հաստատված խաղաղության շնորհիվ, եւ երկրորդը իհարկե ընտրությունները եւ ընտրություններում ժողովրդի տված մանդատը եւ դրա վերահաստատումը։ Եվ այս առումով իհարկե ստվերային տնտեսության կրճատումը մեզ համար խնդիր է։ Այսօր համատարած մենք խնդրեմ ունենք մենթալիտետային մակարդակում։ Թվում է թե լավ դե 1500 դրամանոց բանն է խնդիր լուծելու։ Այո, հենց այդ 1500 դրամանոց կտրոնն է խնդիր լուծելու եւ 1500-1550 միլիոն ու կես եւ այդպես շարունակ։ Այնպես որ ես նաեւ ուզում եմ ասել, որ ընդհանրապես ոչ մի համակարգ անթերի չէ, բայց ես էլի խնդիրը դրել եմ միջև տարվա վերջ այս մեր դրոշմավորման համակարգը, որովհետեւ գիտեք ինչ, ցանկացած համակարգ որ ներ ենք դնում, ինքը անթերի չէ եւ գործնականում մենք այդտեղ ունենում ենք եւ լոբինգի եւ հակալոբինգի դրսեւորումներ, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր խնդիրների լուծմանը եւ ուզում եմ ասել, որ մենք հարկային եկամուտներ այդպես բավականին լավ տեմպերով հավաքում ենք, սրանում այդ թվում միայն գործոնը չի, այդ թվում դրոշմավորման նոր համակարգը։ Մենք հիմա միջև առաջիկայում ինչ հնարավոր է, քայլ առաջին, ինչ հնարավոր է դրոշմավորել, պետք է ամբողջը դրոշմավորենք, քայլ երկրորդ պետք է շուկան փուլ ազատականացնենք, որպեսզի այդտեղ նաև այլ ծառայություններ հնարավոր լինի ներգրավել, իհարկե հաշվի առնելով, որ այն ներդրումները, որոնք այս ընթացքում կկատարվեն, այդ ներդրումները դրանք տրամաբանորեն պետք է անպայման հետ գնում ունենան եւ դա է տրամաբանությունը, այնպես որ այո, լավ է, մեր ցուցանիշները լավ են, բայց մենք ամեն օր գետնի վրա տեսնում ենք, որ հսկայական, որովհետեւ տնտեսությունը աճում է եւ ստվերն էլ հետն է աճում բնականաբար։ Եվ մենք ստվերի կրճատման մեր տեմպերը պետք է կրկնապատկենք, եռապատկենք, քառապատկենք, որպեսզի տնտեսության աճի հետ կարողանանք նվազեցնել ստվերը, այս բանը մենք հաշվի չենք առնում։ Մեզ թվում է, թե որ մենք ստվերը կրճատում ենք, ուրեմն ստվերը կրճատում ենք, բայց մեր ստվերը կրճատում ենք x%-ով, իսկ տնտեսությունը աճում է x անգամ 3%-ով եւ դրա հետ աճում է նաեւ ինչ որ մի տեմպով աճում է նաեւ ստվերը, այսինքն բանի պրոպորցիոնալ եւ սա իհարկե խնդիր է, որը մենք
անպայման պետք է լուծենք։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյան, համեցեք պարոն Վարդանյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, շնորհակալ եմ ձեզ վստահության համար, շնորհակալ եմ կառավարության մեր գործընկերներին նախորդող ժամանակահատվածում ներդաշնակ աշխատանքի համար։ Պարոն վարչապետ, իմ համար մեծ պատիվ է վերաստանձնելու հարազատ մասնագիտական ոլորտի առաջնորդությունը եւ շնորհակալ եմ ոլորտի զարգացման օրակարգային հարցերը առաջ տանելու հնարավորություն ընձեռնելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը ոչ միայն ոլորտային կառավարության ծրագրի հատվածը իրականացնելու համար, այլ նաև նպաստել հարակից ոլորտների բոլոր ծրագրերի առաջընթացին եւ շնորհակալություն եւս մեկ անգամ վստահության համար։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան, հարգելի գործընկերներ, ըստ էության մենք կապիտալ ներդրումների ծավալով արդեն վստահաբար գտնվում ենք Խորհրդային Միության ժամանակների հետ, Խորհրդային Հայաստանի ժամանակների հետ համեմատելի վիճակում։ Իհարկե, վերջերս մենք փորձեցինք փաստահենք փորձել համեմատել, թե այսօրվա մեր կապիտալ ներդրումների ծավալները ինչպիսին են Խորհրդային Միության ժամանակների համեմատ, եւ պարոն Վարդանյան, եթե ճիշտ եմ հիշում, բնականաշինության ոլորտում մենք նույնիսկ ավելի լավ ցուցանիշներ ունենք, քան Խորհրդային Միության վերջին տասնամյակում տարվա կտր, ճիշտ եմ հիշում։ Այո, ճիշտ եք հիշում, պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետությունում բնակարանաշինության ամենամեծ ծավալները իրականացվել են 85985-86 թվերին, իսկ 2025 թվին գրեթե 80%-ով մենք գերազանցել ենք Հայաստանի Հանրապետությունում համեմատած բնակարանաշինության ծավալները։ Եթե 1.2, 1.3 միլիոն քառակուսի մետր է իրականացվել են ժամանակ շինարարությունը, ապա 2025 թվին ավելի ծավալով է իրականացվել եւ ոչ միայն բնակարանաշինության մասով, արդեն առաջին կիսամյակի տվյալները կան եւ վիճակագրական կոմիտեի մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում ակնկալում ենք, որ այս տարվա մինչեւ ավարտ մենք կգերազանցենք կապիտալ շինարարական ծրագրերի ծավալը 900 միլիարդ դրամ եւ ավելի։ Այսինքն բնականաշինության ծավալները ասիկ 80%-ով գերազանցել ենք, ավելի են կառուցել, 80%-ով ավելի կառուցել ենք, հա։ Կառուցել ենք, քան 1985 թվականին, որը Խորհրդային Միության տարիներում ամենամեծ ծավալի բնականաշինության տարի է եղել։ Ընդ որում այստեղ համեմատության մեջ հարգելի գործընկերներ կարող է լինել տեսակետ, թե այն ժամանակ կառավարություններ կառուցում, հիմա կառավարությունը չի կառուցում, բայց ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում բնականաշինության տեմպերը սկսել են աճել 2020 թվականին մեր կայացրած մի որոշմամբ, երբ որ մենք որոշեցինք եկամտային հարկի վերադարձի համակարգում որոշակի փոփոխություններ անել, այդ թվում կազմակերպչական, եւ ըստ էության այդ շինարարության մի զգալի հատվածը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, եւ իհարկե սա սխեմա է, որը աշխատում է եւ մենք առաջիկայում նաև կխթանենք եւ բացի դա իհարկե ուղիղ հենց կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն, ճանապարհաշինություն, առողջապահական հիմնարկներ եւ այլն եւ այդպես շարունակ եւ շինարարությունը հիմա մեր տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկն է, բայց այդտեղ էլ մեր խնդիրներով էլի ես հիշում եմ, որ այս դահլիճում հայտնվելու առաջին օրերից ես այդ թեմայի մասին խոսել եմ, սկզբից շատ զգուշ, հետո ավելի ոչ զգուշ, հետո հուսահատվել եմ ու չեմ խոսում ընդհանրապես, որովհետև պետք է արձանագրել, որ իհարկե երկրում հայտնվել են բավականին բարձրորակ շինարարական կազմակերպություններ, բայց նաև կան շինարարական նախագծեր եւ շինարարական հրապարակներ, որ մտնում ես, այդ մարդկանց նայում ես, ասում ես, բայց ինչի էլի։ Ինչի, այսինքն ինչի կարա, ոնց է սա հնարավոր 21-րդ դարում, ասենք լավ, ոնց է սա հնարավոր, ոնց կարելի է սենց աշխատել, ոնց կարելի է սենց մոտենալ հարցին, եւ մենք բոլոր շանսերը տվել ենք, մենք պետք է այնպես անենք, այդպես գործող ընկերությունները ուղղակի փակվեն եւ դաշտից դուրս գան։ Այլ կոմպրոմիսների տեղ մենք չունենք։ Պետք է շատ հատուկ գործել եւ
որովհետև դա արդեն բոլորովին ուրիշ թեմա է, ուրիշ ոլորտ է, մանավանդ մեր այսօրվա ծավալների մեջ, եւ ընդ որում պետք է նաեւ արձանագրել հարգելի գործընկերներ հետեւյալը, որ մենք ունենք բոլոր տվյալները հավակնություն ունենալու, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք էականորեն ավելին կարող ենք անել, քան արել ենք նախորդ 8 տարվա ընթացքում, էականորեն ավել, եւ նաեւ սկսած սուբվենցիոն ծրագրերի ծավալներին, այսօր մեր համայնքները, ըստ էության մի համայնքը կարող է եւ այդպես էլ կա սուբվենցիոն այնպիսի ծրագրերի ծավալ ներկայացնի, ինչպեսին ասենք 2019 թվականին երկու մարզ իրար հետ ներկայացրել է։ Այսինքն մենք այսօր այդպիսի իրավիճակ։ Այսինքն 2019 թվականին կարող է երկու մարզի ցուցանիշները այսօր տեղավորվում են մի համայնքի ցուցանիշի մեջ։ Եվ սա իհարկե այդ չի նշանակում, որ համայնքների բոլոր ծրագրերը հաստատելու ենք, բայց ինքը թիվը շատ ինդիկատիվ է եւ ընդհակառակը մենք որակի վրա ավելի մեծ շեշտ պիտի դնենք բովանդակային առումով որակի վրա եւ շինարարական առումով որակի վրա։ Հիմա խնդրեմ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան, համեցեք պարոն Մովսիսյան։ Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կառավարումը ինձ վստահելու համար եւ վստահեցնում եմ ձեզ, որ անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ ձեր եւ մեր ժողովրդի սպասելիքները եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել կրկին ձեզ եւ մեր հարգելի գործընկերներին վերջին գրեթե 5 տարիների ընթացքում համատեղ կատարած աշխատանքի համար, որի արդյունքը եղել է նոր դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ, պուրակներ, խաղահրապարակներ եւ վերջապես մեծ հաշվով մեր ժողովրդի բարեկեցության բարձրացումը, որի համար շնորհակալ եմ բոլորիցս հետ։ Շնորհակալ եմ, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյան։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, շնորհակալ եմ անցած տարիների աշխատանքի համար։ Ուզում եմ ասել, որ Արարատի մարզում բավականին մեծ աշխատանքներ է իրականացվել եւ առաջիկայում եւս բավականին մեծ աշխատանքներ ունենք անելու, որի համար շնորհակալ եմ եւս մեկ անգամ պարոն վարչապետ վստահության համար։ Շնորհակալ եմ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյան։ Մեծարգո վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար։ Վստահեցնում եմ ձեզ, նույն ոգով կաշխատեմ շարունակել ի բարօրություն Հայաստանի Հանրապետության եւ Արմավիրի մարզի։ Շնորհակալ եմ Գեղարքոնիքի մարզպետ Կարեն Սարգսյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի գործընկերներ, նախ շնորհակալություն եմ հայտնում նախորդ 5 տարիների աշխատանքի համար, բազմաթիվ ծրագրեր են իրականացրել Գեղարքունիքի մարզում, հարյուրավոր միլիարդ դրամների ներդրումներ են իրականացրել, ինչը իրատեսական իրականում փոխել է Գեղարքունիքցու կյանքը, որի համար խորին շնորհակալություն եմ հայտնում մեր կառավարությանը եւ վստահեցնում եմ, որ հաջորդ իմ պաշտոնավարման ժամկետում եւս նույն ձևով, մեծ պատվով, մեծ ջանասիրությամբ շարունակելու եմ ծաղկեցնել ու շենացնել Գեղարքունիքի մարզը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյան։ Մեծարգո վարչապետ, շնորհակալ եմ վստահության համար, այն ինչ տասնամյակներ շարունակ Լոռու մարզում թվում էր հեռու երազանք, այսօր դառնում է իրականություն եւ չափելի արդյունք հողի վրա։ Եվ նաև ուզում եմ ընդգծել, որ մեր քաղաքներն ու գյուղերը եւ մարզկենտրոն Վանաձորը ոտքի են կանգնում գլխավորապես կառավարության վարած քաղաքականության շնորհիվ։ Իմ հերթին խոստանում եմ ջանք չխնայել մեր երազանքների Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ վստահության համար եւ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ եմ պարոն Մկրտչյան, Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր
գործընկերներին այս 1.5 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար այս տարիների ընթացքում Շիրակի մարզը եւս 180 աշճան փոփոխություն է կրել եւ մասնավորապես Գյումրի քաղաքը աշխատանքներ, որոնք սկսվել են ու շարունակվում են Շիրակի մարզում, մենք այս պահին մոտ 50 միլիարդ դրամի աշխատանք ենք անում, ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրամատակարարում, գազաֆիկացում, մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ ստանձնում աշխատանքս մարզպետի պաշտոնին եւ պատրաստակամությամբ շարունակելու եմ այն աշխատանքները, այն գործունեությունը, ինչ որ ծավալել եմ միջին այժմ։ Շնորհակալ եմ վստահության համար։ Շնորհակալ եմ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Սյունիքի մարզպետի պաշտոնը եւս մեկ անգամ ինձ վստահելու համար։ Կառավարության կողմից վերջին տարիներին Սյունիքում իրականացված աննախադեպ ծավալների աշխատանքը իր արդյունքն է տվել եւ այսօր Սյունիքի մարզի համայնքները արագ զարգանում են։ Իմ կողմից վստահեցնում եմ, կանեմ առավելագույնը կառավարության ծրագրերի շարունակականությունն ապահովելու, մարզի զարգացման եւ բնակիչների բարեկեցության համար։ Ինձ համար սա մեծ պատասխանատվություն է, ինչի համար կրկին շնորհակալություն եմ հայտնում։ Վարաձորի մարզպետ Վահագն Արսենյան։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, խորին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար, կաշխատեմ իշա Վայոց-Ձորի մարզի եւ Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալամյան։ Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, շնորհակալ եմ վստահության համար, հավաստիացնում եմ, որ առաջիկայում գործունեությունը Տավուշի մարզպետի պաշտոնում ուղղված կլինի Տավուշի մարզի զարգացմանը, կառավարության ծրագրերի իրականացմանը եւ մեր ժողովրդի բարեկեցության ապահովմանը։ Շնորհակալություն։